Բարի երեկո, եթերում է հորիզոնի գլխավոր թողարկումը։ Տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահին շնորհակալություն է հայտնել հարաբերությունների զարգացման հարցում նրա անձնական ներդրման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին եւ Հայաստանի կառավարության որդեգրած խաղաղության ռազմավարությանը։ Ես շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի։ Ես նաև վերահաստատել եմ մեր աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ նրա խիզախ ջանքերին։ Խաղաղությունը եւ բաց սահմաններն ամբողջ տարածաշրջանի համար կդառնան կարևոր զարգացում եւ օրինակ այլոց համար, նշել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել։ Ներկայացնելով ծառայության նորանշանակ տնօրենին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Անդրանիկ Սիմոնյանը նոր մարդ չէ ծառայությունում, ավելի քան 4 տարի զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև օրերս պետականության, անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը։ Վերջին տարիներին մենք սկսել ենք աշխատել եւ ավելի լուրջ պետք է աշխատենք մի նոր, ոչ թե նոր, այլ թարմացված ինստիտուտի, ազդեցության գործակալների ինստիտուտի վրա, որտեղ չնայած քրեական օրենսգրքով ձևակերպված հատկանիշները գուցե չեն արտահայտվում, բայց պիտի նաև այս գործունեության ձևին նկատմամբ մենք կոնկրետ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն ունենանք, որովհետև ըստ էության երբեմն սա առավել վտանգավոր դրսևորումներ է ունենում, որովհետև հարվածի կենտրոնում պահում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը եւ սա շատ վտանգավոր գործառույթ է։ Նկատի ունեմ, եթե օրինակ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվող անձինք հենց ուղիղ շատ հաճախ անվտանգային սպառնալիքներ են ստեղծում, այսինքն գաղտնի տեղեկություններ փոխանցելու օտարերկրյա հատուկ ծառայություններին, ազդեցության գործակալների համակարգը հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը, մեր ինքնուրույնությունը, որը ընդ որում արտահայտվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփական երկրի ճակատագիրը որոշելու իրավունքի, իրավասության, ազատության համակարգը կասկածի տակ դնելով եւ քայքայիչ գործողություններ իրականացնելով։ Մեր երկրում այսօր տեսեք երևույթներ կան, որ ընդ որում մենք այդ երևույթները շարունակաբար հանդուրժում ենք, բայց աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չի հանդուրժվի։ Ասենք օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են քաղաքական գործունեություն ծավալել։ Ընդ որում ամենառադիկալ հայացքներ արտահայտելով։ Մենք պետք է ունենանք մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում օրենսդրության փոփոխություններ անենք այդ դեպքերում արձագանքելու համար։ Հիմա պատկերացրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենթադրենք որևէ երկրում, որևէ օտար երկրում, այլ երկրում քաղաքական գործունեություն ծավալի, սկսի հանրային կարծիքի հետ աշխատել, ընդ որում օգտագործելով բոլոր հնարավոր գործիքները, թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդները, թույլատրելի եւ անթույլատրելի բառապաշար, դա ոչ, այսինքն չկա տես նախադեպ ընդհանրապես։ Ոչ մի երկրում ուղղակի չի կարող այդպիսի բան լինել ի բնե։ Բայց ես չեմ հասկանում, ո՞նց կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն ծավալել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շուտ կոչերով հանդես գան, տարբեր գործողություններ անելով, սահմանադրական կարգը տապալելու ուղղված կոչեր հնչեցնեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Սա աներևակայելի եւ անթույլատրելի
բան է եւ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ չեմ կարող նման բան հանդուրժել։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Այսօր արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Կայա Կալասի հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ այսօր Հայաստանն ու Եվրամիությունն արձանագրում են 3 նշանակալի ձեռքբերում։ Առաջին նիստ նախարարի Հայաստանի եւ Եվրամիության միջև ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն է, ինչը գործընկերության ընդլայնման ակնհայտ օրինակ է։ Երկրորդ, այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին եւ գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեգրատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում կարևորվել է նաև Եվրամիության մշտադիտարկման առաքելության գործունեությունը Հայաստանին աջակցության տրամադրումը։ Որպես երրորդ նշանակալի ձեռքբերում Միրզոյանը նշում է այն, որ Հայաստանն ու Եվրամիությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու եւ առավել խորացնելու է Հայաստան-Եվրոպական միություն եւ երկկողմ օրակարգը, միաժամանակ խթանելով նաև Հայաստանի եւ ԵՄ միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել։ Նման կերպ է բնորոշում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը Կայա Կալասը ընդգծում է, որ Հայաստանում է հստակ ուղերձով։ Եվրամիությունը եւ Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Վերջին շրջանում դուք ընդունել եք օրենք Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ, եւ մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը։ Այսօր հաճույքով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման եւ անվտանգության ու դիմակայունության ոլորտներում։ Եվրամիությունը այս նպատակին տրամադրում է 270 միլիոն եվրո 2024-ից 2027 թվականների համար։ Կայա Կալասի խոսքերով քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Եվրամիությունը աջակցում է կարգավորման գործընթացին հիմք ընդունելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածքների անխախտելիության սկզբունքները, որոնց այլընտրանք չկա։ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի դիմակայունությանն ու ժողովրդավարությանը։ Այսպես է ավարտում ներածական խոսքը Եվրահանձնաժողովի փոխնախագահ այնուհետ Միրզոյանն ու Կալասը պատասխանում են լրագրողների հարցերին։ Արդյոք խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրման հարցը բարձրաձայնվել է Կայա Կալասի նաև Բաքու այցի ժամանակ։ Միանշանակ է, որ ողջևորված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով եւ իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը որքան հնարավոր է շուտ։ Այո, ես իմ Բաքու այցի շրջանակներում անդրադարձել եմ այս հարցին։ Արարատ Միրզոյանին էլ հարց է ուղղվում Հայաստանում տիրող իրավիճակի, մասնավորապես եկեղեցի իշխանություններ հարաբերությունների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարության մասին։ Լավրովն ասել էր, որ Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել էր իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը, կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին,
Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Հարց է հնչում Միրզոյանին նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Տեքստի շուրջ համաձայնության գալուց անցել է մոտ 4 ամիս։ Պաշտոնյաներն ասում են, որ շփումները շարունակվում են Ադրբեջանի հետ։ Ադրբեջանն էլ նոր նախապայմաններ է առաջ քաշում։ Օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Արդյոք այդ նոր նախապայմանների մասին են այդ շփումները եւ ընդհանրապես ինչ փուլում է գործընթացը։ Մենք մեկ անգամ չէ որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է, միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով։ Մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, սահմանադրական փոփոխություններին, կրկին առաջին անգամ չի, մեկ անգամ չի, որ ասել ենք, որ սա Հայաստանի Հանրապետության բացառապես ներքին օրակարգն է։ Մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսել ենք, անհրաժեշտության մասին խոսել ենք դեռ 2018 թվականից, եւ ըստ ամենայնի հերթական ընտրություններից հետո, հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին։ Այն ասպեկտով, որով որ ադրբեջանական կողմն է դնում հարց, ես պետք է ասեմ հետեւյալը. եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են եւ նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր սահմանադրության մեջ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու պայմանագիրը ստորագրելու համար։ Իսկ շփումները նաև այս ամեն ինչը միմյանց բացատրելու կողմերի ընդհանրապես կողմերը պետք է եւ կարող են ավելի ու ավելի հասկանալի դառնալ իրար համար, ավելի ու ավելի փարատել մտահոգություն, հետեւաբար այդ շփումները պարտադիր են եւ շարունակվելու են նաեւ առաջիկայում եւ ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն եւ պայմանագրի ստորագրմանը եւ մնացած մյուս հարցերի լուծմանը։ Շնորհակալություն։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Իսպանիայի թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցել կրթվել է նորաձև շարժման հերթական հանդիպումը, մանրամասները ռեպորտաժում։ 22 համայն 9757 մասնակից, այսպիսի ցուցանիշով է կրթվել է նորաձև շարժումն իր 44-րդ հանդիպումն անցկացնում մայրաքաղաքում։ Իմ քայլը հիմնադրամում կարծում եմ, որ կրթությունը որպես նորաձև երևույթ ընկալել է եւ այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է եւ հետեւաբար ցանկանում են կրթվելը դարձնել նորաձև, քանի որ վստահ են, որ դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Իսկ ինչի մասին է կրթվելը նորաձև շարժումը։ Հարցին վարչապետի տիկինն է անդրադառնում իր մնացել ենք 5-րդ դարում խորագրով բանախոսության ընթացքում։ Կրթվելը նորաձև շարժումը ամեն ինչ սովորելու մասին է։ Մեր անցյալը Մեր անցյալը առանց ամաչելու ընդունելու մասին է։ Ինքներս մեզ ուղիղ նայել սովորելու մասին է։ Պարտվել սովորելու մասին է, որովհետև միայն պարտվել սովորելուց հետո է հնարավոր սովորել, հաղթել եւ հաղթել։ Շարժումը պետություն ունենալու, պետությունը չկորցնելու հմտություններ սովորելու մասին է։ Աննա Հակոբյանի խոսքով այսօր կանգնած ենք մի եզակի հնարավորության առաջ, երբ կարող ենք մեր ամբողջ ռեսուրսն օգտագործել կրթվելու համար եւ բացել լուսավոր դարաշրջան, ու ըստ նրա յուրացնել ուժեղ ու հարատև պետություն ունենալու եւ այն դարեդար ու սերնդեսերունդ փոխանցելու հմտությունը։ Կրթվելը նորաձև շարժումը պետք է մենք բաժանենք երկու մասի։ Առաջին մասը ենթադրում է նորովի սովորել մեր նախկինում սովորածը։ Ուղիղ, առանց սեթևեթանքների ճանաչել մեզ այնպիսին, ինչպիսին, որ մենք կանք։ Երկրորդ մասը ենթադրում է սովորել նոր գիտելիքներ, նոր հմտություններ եւ դառնալ այնպիսին, ինչպիսին, որ մենք սրտով ուզում ենք, որ լինենք։ Աննա Հակոբյանի այս բանախոսությունից հետո միջոցառումն ընդմիջվում է մշակութային հատվածով, բեմում Քամանչա ժողովրդական նվագարանների համույթն է։ Միջոցառման արդեն երկրորդ հատվածում շարժման մասնակիցներին վարչապետի բանախոսություններն էին սպասում։ Իմանալ ինչպես եւ իրական Հայաստան խորագրերն ունեցող այս բանախոսություններում կառավարության ղեկավարը խոսում է պատասխանատու քաղաքացի լինելու կարևորության մասին, կրթությունը ներկայացնելով որպես երկրի կայուն զարգացման առանցք։
եւ իմանալ ինչպեսը ինչի մասին է, նրա մասին է, որ շատ բարդ մի հետևության գալու մասին է, շատ դժվար մի հետևության գալու մասին է, իմանալ, որ եթե մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն մենք ինչ-որ բան չգիտենք, որն անհրաժեշտ է այդ բանը ստացվելու համար։ Նշանակում է ինչ-որ բան պիտի սովորենք, ինչ-որ բան պիտի փոխենք։ Հետո արդեն, ինչպես միշտ, վարչապետին եւ նրա տիկնոջը ներկաները հարցեր հղելու հնարավորություն են ունենում։ Այսպիսի հանդիպումներ առաջիկայում նախատեսված են նաեւ Գյումրիում, Աշտարակում եւ Մարտունիում։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Ավարտվել է մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը, որի ընթացքում շուրջ 10 օր Տավուշի հեռավոր համայնքներից երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ Հայաստանի մշակութային անցյալին ու ներկային։ Այսօր թվային աշխարհում հազվադեպ կարող ես հանդիպել երեխաների, ովքեր իրենց հիշողությունները հանձնում են թղթին, այլ ոչ թե պարզապես ֆիքսում հեռախոսով։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի փոքրիկները հենց այդ բացառիկ մոտեցման կրողներն էին։ Ես այս տետրում գրել եմ բոլոր ճամփորդությունների մասին։ Ամենահիշվողը թատրոններն են, քան որ ինչ շատ է դուր եկել թատրոնները, ես շատ հիացած էի։ Նա իմ ընկերն է Հայկը, ում հետ ես մասնակցել եմ այս ծրագրին, մենք ծրագրի բացումներ եւ մենք գնացել էինք ազգային պատկերասրահ։ Արվեստը ինձ համար դա մի մեծ սեր է կազմում։ Շատ եմ սիրում երգել, պարել, նկարել։ Այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց ճամփորդել Հայաստանի պատմամշակութային վայրերում։ Շատ հավես էր, ամեն ինչ չեմ կարող նույնիսկ խոսքերով ասել։ Եղիշե Թադևոսյանի կատարած աշխատանքը ինձ շատ դուր է եկել, որ ես տեսեմ, հենց ցանկանում էի ես տեսնել եւ ծրագրի հենց սկզբից ես մտածեմ, որ այդ աշխատանքը կտեսնեմ։ Ես այս ծրագրի մասնակցելով տեսա մեծերի աշխատանքները, հենց արվեստագետների աշխատանքը եւ ինքս որպես նկարչուհի կրթվեցի այդ աշխատանքների միջոցով։ Նախքան հավաստագրերի հանձնումը տաղանդավոր տավուշցի փոքրիկները բեմ բարձրացան, երգեցին ու նվագեցին ներկաների համար։ Իմ քայլը հիմնադրամի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվող այս նախաձեռնությունն ավարտին հասավ, իրականություն դարձնելով կարևոր մի առաքելություն։ Ծրագրի նպատակն էր ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը այն երեխաներին, ովքեր մեծ սեր ունեն արվեստի նկատմամբ, սակայն բնակվելով հեռավոր համայնքներում հաճախ զրկված են օպերա, բալետ, թատրոն եւ այլ մշակութային միջոցառումների հասանելիությունից։ 40 տավուշցի երեխեք ունեինք, որպես շահառուներ այս պիլոտային ծրագրի, հերավոր քյուղերից Տավուշի, որ մասնակցեցան ծրագրին եւ բացահայտեցին Հայաստանի Հանրապետության հարուստ մշակույթը եւ արվեստը եւ նաեւ բարեկամ երկիր Չինաստանի մշակույթը եւ արվեստը երեխեքը շատ տպավորված են եւ շատ ուրախ են։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրն ուներ նաեւ կրթական բաղադրիչ, հենց այդ նպատակով էլ երեխաները ծրագրի սկզբում եւ վերջում լրացրել են հարցաթերթիկներ, որոնք վերանայվել եւ գնահատվել են հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Գնահատումը դժվար էր, բոլոր հարցաթերթիկների մեջ զգալի էր տարբերությունը, զգալի էր, որ գիտելիքները լավ ստացել են, սովորել են երեխեքը, տպավորված են ծրագրով, բայց ընտրեցինք լավագույն երեխը, որոնց հարցաթերթիկների մեջ ավելի հսկա էր տարբերությունը պատասխաններուն եւ ճիշտ գիտելիքներ տրված էին։ Մենք ուրախ ենք, որ ծրագիրը հաջող էր որպես պիլոտային ծրագիր։ Եվ ահա փոքրիկների ամենասպասված պահը նույնպես հասավ, նրանք ստացան իրենց արժանի նվերներն ու հավաստագրերը։ Ծրագրի այս փուլի ավարտին իմ քայլ հիմնադրամի մեծ ընտանիքի անունով շնորհակալություն կհայտնենք մեր գործընկերներին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմին, ուղեկցող ուսուցիչներին, ամբողջ այցելություններուն երեխեքին ուղեկցող ուսուցիչներին եւ ազգային պատկերասրահի աշխատակազմին, առանց այդ համագործակցության մենք այս լավ ավարտին չէինք հասնել։ Ծրագիրը լինելու է շարունակական, տեղեկացրեց Թալին Թոփալակյանը, հաջորդը նախատեսվում է սեպտեմբերին կապված դպրոցների մեկնարկի հետ, իսկ թե որ մարզի փոքրիկները կլինեն հաջորդ ճանապարհորդները, պարզ կլինի շուտով։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Հասարակական տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կնախատեսվի տուգանք օրենսդրական փաթեթը վաղը կքննարկվի ազգային ժողովում։ Այս մասին այսօր ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական նիստում։
կարծում եմ 6 ամիսը կրկին անգամ բավարար ժամանակ էր, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք նոր միասնական տոմսային համակարգի հետ կապված, եւ նաեւ բավարար ժամանակ էր, որպեսզի հասկանանք, որ երևանցիները ընդհանուր առմամբ գերակշիռ մեծամասնությունը շատ պատասխանատու է վերաբերում տրանսպորտային վճարումներին եւ վավերականացմանը, բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր որ մտածում են, միգուցե որ եկել է, այսպես ասած, անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը, հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակը ավարտվում է եւ հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որպեսզի հետո նաեւ այդ այսպես ասած մեծ բողոքները չլինեն, բա ինչի է այսպես եղավ, օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ազգային ժողովում, որով որ արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար եւ մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաեւ տուգանվելը, կսկսվեն նաեւ տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում Դիլիջանի Պարզլեճի տարածքում ներկայ է գտնվել Հայաստանի վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին, 4-րդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային եւ համայնքային փուլերում։ Մրցաշարին մասնակցել է 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ, հաղթահարելով 5000 մետր մրցատարածությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հերթական մրցաշարի առիթով եւ գոհունակությամբ նշել, որ ամեն տարի մրցաշարին մասնակցող դպրոցների եւ աշակերտների թիվն աճում է։ Ավարտվեց հորիզոնային թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Դուք դիտում եք հեռանկարը։ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել եւ իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք հենց Էդմոն Մարուքյանի հետ։ Պարոն Մարուքյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ընդհանուր առմամբ, ինչպես կգնահատեք նախ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները, մասնավորեցնեմ, Սկզբում Բագրատ arczepiskopos Գալստանյանը ձերբակալվեց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով, ինչին հետևեց նաև Միքայել Աջապահյանի ձերբակալությունը։ Ես ուզում եմ ասել, որ process-ները մի քիչ ավելի վաղ մեկնարկեցին բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմամբ եւ իշխանությունները հասկացան, որ դա շատ վատ արձագանք է գտել ժողովրդի մեջ, որովհետեւ ակնհայտ էր, որ զուտ կարճ մի հատ հարցազրույցի համար, որտեղ եկեղեցու մասին է խոսակցությունը գնում, հա, եկեղեցու շահերի պաշտպանության մարդուն կալանավորելը շատ վատ արձագանք էր գտել։ Անվտանգության մարմինները երկար ժամանակ տեսած ձայնագրություններ են միգուցե ունեն, բայց ձայնագրություններ ունեին կոնկրետ Բագրատ Սրբազանի հետ կապված այսպես կոչված այդ ահաբեկչության գործի վերաբերյալ։ Ինչու եմ ասում այսպես կոչված, որովհետև քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նրանք մեղավոր չեն ճանաչվել, ինձ համար ես չունեմ վստահություն բացարձակապես այդ process-ների վերաբերյալ եւ կային այդ ձայնագրությունները։ Իշխանությունները սկզբից հրապարակեցին ինչ որ հեղաշրջման պլան, մի ձեռարնելիք, եթե ինչ որ մեկը գրել է այդ պլանը, հայտարարություն այդ պլանը, իր էությամբ, իր մանկամտությամբ, այսպես ասեմ, հա, իր տհասությամբ, այս պատկերացնենք կա նման պլան։ Այդ պլանը սկսեցին շահարկել մամուլում, որից հետո հաջորդ օրը սկսեցին ձերբակալությունները Բագրատ Սրբազանի եւ նրա ինչ որ թիմակիցների, համախոհների շրջանում։ Բայց այս ամեն ինչը արվեց, որ դաշտում մեդիա հոսքերը փոխեն
եւ ցույց տան, որ երկրում պատրաստվում էր մի ահավոր բան, դրա հետ մեկտեղ նաեւ դեսպանատներն են դրսում գործանում, որ միջազգային գործընկերները Հայաստանի մտահոգություն հայտնեն եւ աջակցություն հայտնեն երկրի ղեկավարությանը, ինչպես տեսակ նախագահ Մակրոնի պարագայում, եւ մի ամբողջ մի փուչիկ է փչվում, որ իբր թե Հայաստանում մի մեծ process էր տեղի ունենալու, մի հեղաշրջման մեծ ծրագիր կար եւ այդ դրա շրջանակներում մենք անում ենք հետեւյալ քայլերը, դրա մեջ մտնում են մի շարք process-ներ, որոնք բոլորը քաղաքական հետապնդման բնույթ ունեն։ Բայց սրանցից ես պետք է առանձնացնեմ երկուսը։ Եթե Բագրատ Սրբազանի պարագայում նրանք պնդում են, որ իրենք ունեն ձայնագրություններ, ինչ որ չգիտեմ, զենքեր են գտնում, չգիտես դա զենքեր են, որսորդական զենքեր են, օրինական ձայնագրությունները հրապարակված են։ Հրապարակված այդ բաները, բայց մենք չգիտենք փորձակնությունով դա իր ձայնագրությունն է թե ոչ, ասում են ինքը ընդունել է։ Ես չեմ ուզում մտնել քրեական գործի այդ նյութերի մեջ, բացարձակապես կլինի դատավճիռ, քննարկենք դատավճիռը։ Բայց եթե այդ պարագայում այդ ամեն ինչը իրենք ցտալի որ ունեն, Սամվել Կարապետյանի պարագայում եւ Միքայել Սրբազանի պարագայում բացարձակապես ոչ մի բան չունեն։ Ունեն հարցազրույցներ, որոնք հրապարակային են, հրապարակային օրը ցերեկով տրված հարցազրույցներ են, 100,000-ավոր մարդիկ են դիտել եւ բացարձակապես քրեական օրենսգրքի որևէ հատկանիշի հետ կապ չունեցող հարցազրույցներ են, որոնք քրեական օրենսգրքի շրջանակներում փորձում են տեղավորել եւ քաղաքական հետապնդում իրականացնել։ Այսինքն դուք համաձայն չեք, որ Աջապահյանը ռազմական հեղաշրջում անելու կոչ է հնչեցրել։ Բացարձակ։ Եթե ես համաձայն լինեմ նման կոչին, դուրս կգա, որ 21 թվականին, եթե չեմ սխալվում, այդ հարցազրույցը եղել է։ Հետո ըստ մեղադրանքի հետո վերահաստատել է։ Ինչն է, իրեն հարցում են, ասում են դու 21 թվականին նման բան ես ասել, ասում եմ, հա։ Եթե 21 թվականին այդ բանն ասել է, հեղաշրջում չի եղել, որևէ մեկը որևէ գործողություն չի արել, ոչ մի բան տեղի չի ունեցել։ 4 տարի անց մարդուն այդ հարցազրույցի հիման վրա կալանավորում են հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդին։ Ասում եք, չչացող ապօրինություն է տեղի ունենում եւ նաեւ տվյալ գործով կալանքը խափանման միջոց ընտրելու, ինչու եմ սա ասում, որովհետեւ եթե հարցազրույցի հիման վրա են կալանավորել, ինչպես իրենք են պնդում, Միքայել Սրբազանին, նույնն էլ Սամվել Կարապետյանին հարցազրույցի հիման վրա, այդ մարդիկ ազատության մեջ մնալով չեն կարող ճնշեն որևէ վկայի, որովհետեւ վկա չկա գործով։ Կա հարցազրույց, որը ձայնագրված է, մարդը ընդունում է, որ իր հարցազրույցն է։ Այսինքն նրանց կալանքները ապօրինի են տոտալ, ծայրից ծայր, ապօրինի են։ Բայց ընդհանուր առմամբ դուք դատապարտում եք օրինակ ռազմական հեղաշրջման կոչեր հնչեցնելը, ահաբեկչությամբ երկրում իշխանափոխություն իրականացնելը։ Ես հատուկ ուղիղ եթերով հանդես եմ եկել այդ բոլոր դեպքերից հետո եւ ասել եմ, որ մենք սահմանադրական ճանապարհից դուրս որևէ ձևով Հայաստանում իշխանության ձևավորման process չենք պատկերացնում եւ դատապարտում ենք քաղաքականության մեջ բռնության ցանկացած դրսևորում։ Դա բոլորին է հայտնի իմ մոտեցումները։ Եվ փորձ է արվում հիմա նաև այդ ռոպագանդայի միջոցով նայեք հա ով հիմա բաժանվում ենք սևերի եւ սպիտակների բոլոր նրանք ովքեր այս կողմում են իսկ բոլոր նրանք ովքեր կներեք վերջին 5 տարվա ընթացքում 5 անգամ հեղաշրջման փորձի գործեր են բացահայտել ուր են դատավճիռները Իշխանությունն ասում է ձայնագրությունը կա, որտեղ հստակ ասվում է գյուլելու մասին է խոսվում։ Շատ լավ թող քննեն, տեսնենք։ Հիմա դա Բագրատ Սրբազանի գործի մասին է, չէ՞։ Ես Բագրատ Սրբազանի գործի մասին որևէ բան չեմ խոսում։ Ես խոսել եմ Սամվել Կարապետյանի գործի մասին, որ տոտալ ապօրինությունը քաղաքական հետապնդում է, եւ խոսում եմ Միքայել Սրբազանի գործի մասին։ Իրենք ինչ են ուզում անեն։ Ուզում են Բագրատ Սրբազանի ձայնագրությունները գցեն Միքայել Սրբազանի գրպանը։ Կամ կապեն այդ հեղափոխության այդ խայտարակ այդ իբր թե այսպես հեղաշրջման ինչ այդ պլանը կապեն ասենք բանը գործարար մարդկանց հետ Սամվել Կարապետյանի կամ մյուսների։ Իսկ ինչու որոշեցիք վարչապետի թեկնածու այսպես առաջարկով հանդես գալ ոչ թե օրինակ Բագրատ arczepiskopos Գալստանյանին, ով տևական ժամանակ առաջնորդում էր Սրբազան շարժումը Տավուշից Քայլերթով եկավ ըստ էության քաղաքական գործընթացներ էին ակտիվ տեղի ունենում, այլ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Նախ Բագրատ Սրբազանի հետ մենք ունենք ֆունդամենտալ տարաձայնություններ, ես որևէ կերպ չեմ կիսում իր գաղափարները։ Սկսեմ այդտեղից։ Երկրորդը այդ օրը այնիշ տեղի ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այդտեղ փողոցում եւ ժողովրդական աջակցությունը նաեւ սոցիալական ցանցերում ինձ բերել են համոզման որ Միքայել Սրբազանը կարող է լինել միասնական
առաջադրվող impeachment-ի գործընթացում միասնական առաջադրվող տեխնացու, որը ժամանակավոր բնույթ է կրում եւ երկիրը գնում է ընտրությունների։ Դուք գիտեք հիմա ով էլ ընտրվի պարլամենտով վարչապետ։ 1 տարի էլ չի լինելու վարչապետ։ Այդ պաշտոնը 1 տարի էլ չի զբաղեցնելու։ Դա լինելու է կոնսոլիդացիոն ազգային համերաշխության մի process։ Եվ այդ իմ առաջարկը, որ ես արել եմ, ես չեմ սխալվել իմ առաջարկում, որովհետեւ նա դարձել է կոնսոլիդացիայի կենտրոն, որովհետեւ դաշտում գտնվող խորհրդարանական նկատի ունեմ, հա, առաջինը այն ուժերը, որոնք իրար հետ լեզու չեն գտնում երկար տարիներ եւ դուք տեսնում եք ինչ գզվրտոցա տեղի ունենում, այդ բոլոր ուժերը ասում են այո, մենք պատրաստ ենք տալ մեր ստորագրությունները։ Հիմա կարևոր արձանագրում։ Միակ մարդը, ով 36 ստորագրության հնարավորություն ունի ունենալու, որպեսզի առաջադրվի վարչապետի տեխնացու, դա Միքայել Սրբազանն է։ Մենք արդյունքում այդ 1 օրվա կոնսոլիդացիայի հասել ենք այդ մակարդակին։ Հաջորդ քայլերից ես գիտեմ դուք հարցնելու եք։ Այո, ես պիտի հարցնեմ, հիմա չեք համարում, որ ըստ էության այս բան կարծես թե փակուղում է, որովհետև Միքայել arczepiskopos Աջապահյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում մտնել այդ գործընթացին։ Փակուղում չէ, ես չեմ կարծում, որ փակուղում է, որովհետև հոգևոր աշխարհի հիերարխիայում հարցեր կան, այդ հիերարխիայում սահմանափակումներ կան, ես հասկանում եմ Սրբազանին, եւ ես չեմ կարծում, որ փակուղում է, օրը կգա, բարին հետը, process-ները կգնան կտեսնենք։ Այսինքն ես չեմ բացառում, որ ինչ որ պահի Միքայել Սրբազանը կտա իր համաձայնությունը։ Այ դուք ինչ այստեղ կարևոր արձանագրումը գիտեք որն է, որ նա արդեն ունի 36 ստորագրություն։ Հաջորդ փուլում իր համաձայնության հարցն է գալիս, որովհետև բարձր չէ որ մարդուն այդ պայն ձերբակալում են, մենք նրա այդ ժամանակ չունենք խոսելու, քննարկելու, հանդիպելու։ Բայց դեռ այդ 36 ստորագրությունը ոչինչ չի նշանակում վերջնարդյունքին հասնելու համար։ Որ պետք է քաղաքացիական իշխող խմբակցությունից էլ միանան։ Այ բոլորը հենց դա են ասում են, շատ լավ, եթե իմպիչմենտի գործընթաց եք սկսում, վստահ եք, որ քաղաքացիական պայմանագրից միանալու են, այսինքն։ Այո, վստահ եմ։ Կասկած չունեմ, որ միանալու են, զուտ պետք է process-ը մեկնարկի։ Հիմա ամեն դեպքում նրանք հայտարարում են, որ իրենցից ոչ մեկ չի միանալու։ Մենք տեսել ենք մի process, որ Նիկոլ Փաշինյանը առաջադրվում է վարչապետի տեխնացու եւ չի ընտրվում։ Էլի մարդիկ հայտարարում են, որ չեն միանալու, չեն տալու իրանց ձայները, բացառում են, որ քվեարկեն նրանք։ Բայց նույնն են այն ժամանակվա եւ այս պահին տեղի ունեցող գործընթացները, այն ժամանակ փողոցում ինչ էր տեղի ունենում, այսօր ինչ է տեղի ունենում։ Գործընթացները նույնը չեն, դրանք շատ տարբեր են եւ կարծում եմ ամեն ժամանակ, հա, իր process-ը ունի եւ տեսեք հիմա այն ժամանակ ասում էին չենք տալու, հետո հանրապետականը հայտարարեց, որ իրենք բավարար թվով ձայներ կտան Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու համար։ Դուք բացառում եք, որ քաղաքացիական պայմանագիրը մի օր չի անելու նման հայտարարություն միասնական վարչապետի տեխնացուի համար։ Եթե մենք հասնենք իմպիչմենտի այդ մակարդակին, այսինքն խորհրդանում, ես չեմ բացառում, որովհետեւ ես տեսել եմ, որ դա տեղի ունեցել։ Ես տեսել եմ այդ մարդկանց դեմքերը, ովքեր որևէ պարագայում չէին տալու ստորագրությունները Նիկոլ Փաշինյանին։ Ես այդ սաղ տեսել եմ։ Մարուկյան, դուք ինչ վստահությամբ Միքայել Աջապահյանի arczepiskopos Աջապահյանի այդ հրաժարումից հետո ձեր Facebook-յան էջում ասացիք, որ այն արդյունք ունենալու է։ Այսպիսի գրառում եք արել, անգամ այդ հրաժարվելուց հետո, այդ վստահության հիմքը որն է։ Բանակցություններ կան եւ այլն։ Ես ձեր եթերում հիմա դրա մասին եմ խոսում։ Նախ մենք արձանագրում ենք արդյունք։ Արդյունքը հետեւյալն է։ Կա մեկ տեխնացուի օգտին հավաքված 36 ստորագրություն։ Այլևս սա իրողությունը, սա փաստ է։ Սա առաջին կարևոր եւ կա տեխնացու, ով հրաժարվում է։ Եւ կա տեխնացու, որ կալանավորված է եւ հրաժարվել է կալանքի վայրից։ Կալանքի վայրից հրաժարվել է։ Երբ որ նա դեռ ազատության մեջ էր, լրագրողները նրան մոտեցել, նա չի հրաժարվել։ Նա կալանքի վայրից հրաժարվել է, կան որոշակի իրողություններ։ Հիմա այդ իրողությունները կտեսնենք ինչ ձևաչափերով, ինչ ֆորմատներով այդ արգելքները կվերանայվեն, ինչու եմ սա ասում, ես արդեն ասացի։ Վերջին հաշվով Միքայել Սրբազանը Մայրաթորի միաբաններից մեկն է։ Նա arczepiskopos է, Շիրակի թեմի առաջնորդն է։ Եվ նա ունի որոշակի հիերարխիա, որի շրջանակներում նա պահպանում է ցանկացած իմաստով, հա, ինչ էլ որ լինի։ Նա պահպանում է այդ կանոնները։ Պարոն Մարուկյան, իշխանության տարբեր ներկայացուցիչները անդրադառնալով այս գործընթացներին ասում են մենք անլուրջ ենք վերաբերվում, որովհետև ընդդիմությունը չի կողմնորոշվում ի վերջո ով է իր վարչապետի տեխնացուն։ Պատիվ ունեմ Դավիթ Համբարձումյանին է առաջադրում, այնուհետև ազգային ժողովի երկու անկախ падգամավորներ Էդմոն Մարուկյանին են առաջադրում, այնուհետև Էդմոն Մարուկյանին առաջադրում, հետո են Դավիթ
համարտությունային Համբրփա տեղերով գուցե ժամանակագրորեն, բայց ընդհանուր առմամբ այո, եւ հետո էլ Էդմոն Մարուկյանն էլ ասում է եկեք առաջադրենք Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին։ Ես ցույց եմ տալիս, որ այն կարգավիճակը, որը ինձ տրվել են падգամավորները, ես դրանից կարճած չեմ։ Ես ցույց եմ տալիս, որ ինձ համար կարևոր է փոփոխություններն են Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելուն միտված։ Այսինքն ես ցույց եմ տալիս, որ որ ունի ավելի շատ աջակցություն, ուրեմն պետք է կանգնել այդ մարդու կողքին։ Այսինքն սա սեփական ամբիցիաների ինչ որ բան չի։ Ես ուզում եմ մի շտկում էլ անել։ Միքայել Սրբազանը միացյալ ընդդիմության տեխնացուն չի լինելու։ Նա լինելու է, եթե լինի, այդ իր համաձայնությունը տա, նա լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի այն հատվածի, ովքեր աջակցում են այդ process-ին, տեխնացուն։ Ընդդիմադիր ուժերը, ովքեր ունեն ստորագրություններ, նրանք ստորագրությունները դնողներն են, տեխնիկական իմաստով։ Պետք չի որևէ մեկին կապել գործող նախկին ներկա ընդդիմադիր իշխանական ուժերի հետ։ Բացարձակապես։ Ուղղակի process-ի համար անհրաժեշտ են 36 ստորագրությունները, այդքան մի բան։ Այն ԿՊ падգամավորներ, ովքեր քվեարկելու են, նրանք էլ անհրաժեշտ են, որ քվեարկեն։ Բայց նրանք ոչ են դառնում Միքայել Սրբազանի ջատագովները։ Հիմա դուք մտածում եք այն падգամավորները, որ հանրապետականից էին, ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, նրանք Նիկոլ Փաշինյանական են դարձել։ Ոչ։ Տեխնիկական process-ն է այդպեսին։ Դա տեխնիկան է, որը սահմանադրական process-ի տարին եւ ոգուն համահունչ պետք է լինի եւ այդպես էլ կլինի։ Ամփոփելով մեր զրույցը գնանք այս ամենի ամենասկզբին։ Այո։ Իշխանություն, կաթողիկոս, ըստ էության այդ գուցե այսպես ասենք բանավեճից սկսվեց այս ամեն ինչը։ Իշխանությունն ասում է խախտվել է կուսակրոնության ուխտը, հետևաբար պետք է կաթողիկոսն այլևս չլինի Գարեգին բան։ Դուք ինչ տեսակետ ունեք, եթե խախտվել է կուսակրոնության ուխտը, Գարեգին բան պետք է շարունակի լինել կաթողիկոսը թե ոչ։ Եվ այս գործընթացի արդեն ձեր գնահատականը ո՞ր է։ Ես ունեցել եմ հնարավորություն իմ գնահատականը տալու, ես կարծում եմ, որ իշխանությունը բարքերի ոստիկանություն լինելու։ Ոնց Նիկոլ Փաշինյանը բարքերի ոստիկանապետը չի ինքը երկրում, թե ով ինչ կուսակրոնության եւ ով ինչ հավատարմության ուխտ է դրժում, դա իր խնդրեմը չի, ինքը ունի սահմանադրական լիազորություններ, որի մեջ դա չի մտնում, եւ այն ինչ որ ինքը անում է, ինքը միջամտում է կրոնական կազմակերպության ներքին գործերին, որը սահմանադրական կարգավիճակ ունի, ինքն իր լիազորությունները չհաշահում է, սահմանն անցնում է իր լիազորությունները, որի համար նա պատասխան է տալու։ Հիմա անդրադառնամ Էջմիածնին եւ կաթողիկոսին։ Ես չգիտեմ կաթողիկոսը ինչ նորմեր է խախտել, անկեղծ եմ ձեզ ասում, չգիտեմ եւ իմանալու հնարավորություն էլ չունեմ։ Եվ երրորդը, չեմ էլ փորձելու իմանամ, որովհետեւ դա իմ աշխարհը չի, դա իմ հետ կապ չունի։ Ես ճանաչում եմ ցանկացած մի մարդու վեհապար հայրապետ կաթողիկոս, որպես առաքելական Սուրբ Եկեղեցու կնքված անդամ հետևորդ, ով որ համապատասխան ընտրական process-ով ընտրվել է կաթողիկոսի պաշտոնում եւ օծվել է որպես կաթողիկոս։ Սա է կանոնը։ Ընտրվել է, օծվել է։ Ես այդ մարդուն սիրում եմ, չեմ սիրում, հարգում եմ, չեմ հարգում, դա ֆիզիկական անձ չի, դա մարդ չի ուղղակի, որպես այդպեսին։ Իսկ առաջին հերթին մարդ է, բայց իմ այդ որպես որ ես դիտարկեմ, հա, կամ ցանկացած քաղաքացի։ Մենք չենք նայում նրա մարդեղենությունը։ Մենք նայում ենք, որ նա ներ եկեղեցու կանոնակարգով ընտրված վեհապար հայրապետն է, որ օծվել է որպես վեհապար հայրապետ։ Ես չեմ կարող Մյուրոնի դեմ գնալ։ Սրբապղծությունը հենց Մյուրոնի դեմ գնալն է։ Հասկանում եք։ Իսկ եթե ցանկացած մեկը, որ Մյուրոնով օծված իր կարգավիճակից դուրս գործողություններ է արել, նա դատավորն Աստված է, ես ինչ գործ ունեմ, ես ով եմ։ Վարչապետն ով է։ Ցանկացած աշխարհիկ իշխանավոր, ընդդիմադիր իշխանական, ովքեր են որ դատեն։ Ավելին ձեզ ասեմ, 2 օր առաջ հայտարարություն է արել վարչապետը, որ ինքը հոգևորականների վերաբերյալ տեղեկություններն իմացել է, որովհետև Բագրատ Սրբազանի նկատմամբ կար հարուցված ինչ որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եւ դա իրան զեկուցում։ Ես ուզում եմ ձեր եթերում էլ օգտվելով առիթից իմ Telegram-յան ալիքում խոսել եմ այս մասին։ Օգտվելով առիթից ասեմ, որ նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութերը, պետք է ասենք ձեր նկատմամբ կա քրեական հետապնդում։ Ձեզ արտաքին եւ ներքին դիտում են անում եւ ձայնագրում են ձեր հեռախոսը եւ ձեր բոլոր խոսակցությունները։ Դրանք չեն կարող հայտնվել վարչապետի մոտ որևէ կոնֆիգուրացիայով։ Ասում եմ ԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է, այսինքն ինքն է։ Հասկացանք։ Հիմա ԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է։ Բոլոր քրեական գործերը զեկուցում են վարչապետին։ Չի կարող նման բան լինել։ Դա նախաքննության գաղտնիք է։ Ավելին ձեզ ասեմ, պատկերացնենք լավ այդ գաղտնիքը տարել տվել են վարչապետին։ Մեր ժամանակի իր ավարտին է մոտենում ամփոփում։ Նա իրավունք չունի այդ գաղտնիքը օգտագործել իր քաղաքական նպատակներով։ Իսկ ո՞րն է նրա քաղաքական նպատակը։ Հայ առաքելական եկեղեցուն ծնկի բերելը։
Ինչի համար, որովհետև դա մի համահայկական ինստիտուտ է, որը խոսում է համահայկական խնդիրներից։ Եվ կապ չունի այն մեջ միացնում է, թե ասենք այլ երկրում է։ Այդ ինստիտուտը անբեկանելի է, անփլուզելի է, անհնար է դրա վրա ազդել։ Եվ մենք տեսնում ենք, որ դա համընկնում է նաև Ալաշուքյուր Փաշազադեի ելույթների հետ։ Հիմա մենք կասկած ունենանք, որ Ալաշուքյուր Փաշազադեն էլ է, ասենք, համահունչ բանը, այտենց զուգահեռաբար էս process-ը գնում, հա, ոնց հասկանալ։ Դե շատ կարելի է ծայրահեղականացնել ըստ Ես չեմ ծայրահեղականացնում, բայց Վեապարի ելույթը Շվեյցարիայում եւ վարչապետի ճուլանացման ելույթը համընկել է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Հեռանկարում Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էր։ Տեղի է ունեցել ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը, մանրամասները տեսանյութում։ Հունիսի 27-ին Երևանում կայացավ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-25 հրապարակման շնորհանդեսը։ Այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական արտակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում եւ ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ, ամփոփելով համապարփակ տվյալներ եւ վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Ամեն տարի մոտավորապես 200,000 մարդ աշխարհում մասնակցում են նմանատիպ հարցումներին եւ ավելի քան 3000 փորձագետներ են մասնակցում։ Հայաստանի դեպքում սա երկրորդ փորձն է իրականացնելու այս հետազոտությունը։ Շատ մեծ լուրջ աշխատանք է, իմ աշխատանքային փորձում ամենախորը վիճահարական մեթոդներ կիրառած աշխատանքներից մեկն է։ Այսպիսով զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը, տեղական եւ գլոբալ մակարդակներում։ Հայաստանի առաջին մասնակցությունը եղել է 2019-ին, երբ զեկույցի միացել էր 49 երկիր, իսկ երկրորդը 2024-ին, երբ ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմանը մասնակցեց 51 երկիր, այդ թվում զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ավստրիան, Նորվեգիան եւ այլն։ Մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ, համեմատած ամբողջ աշխարհին գյուղատնտեսությունը դառնում է քիչ հրապուրիչ, ավելի մեծ քանակով մարդիկ գերադասում են գյուղատնտեսությունից դուրս տեսնել իրենց ապագան եւ ձեռներեցությունը տեղափոխվում է ռեգիոնալ քաղաքներ։ Այս տարի եւս, ինչպես եւ 2019-ին ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-25 հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Դժվար է առհասարակ թերագնահատել զեկույցի կարևորությունը Հայաստանում, հաշվի առնելով, որ դա թույլ է տալի քաղաքականություն մշակող մարմնին եւ նաեւ գիտական, ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրության միտումները եւ նաեւ մոտիվացիան Հայաստանում, որը թույլ կտա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակել։ Զեկույցի մասին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձում ասվում է, այս զեկույցի թողարկումը հատկապես ժամանակին է։ Այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ եւ համապարփակ գնահատական Հայաստանում եւ համեմատում է մեր առաջընթացը գլոբալ համատեքստում։ Շանթ Հեռուստաընկերություն, Հորիզոն։ Շանթի եթերում լրատվությունն այսօր այսքանն էր, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։